Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը չի ընդունում դատախազության մեղադրանքը, թե ընտրակաշարք է բաժանել ինքը։ Իմ պաշտպանյալը իհարկե չի ընդունել, բայց ոնց ընդունի մի բան, եթե չի արել որևէ կալանքի հետ սպառնալիք, չի կարող իմ պաշտպանյալին ստիպել, որ ընդունի մի բան, որը ինքը գիտի, որ չի արել։ Ենթադրյալ ընտրակաշարք տալու մեղադրանքով Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածուն 5 կալանավորվել է 2 ամսով։ Փաստաբան Աբգար Պողոսյանը բողոքարկելու է կալանքի որոշումը։ Ըստ նրա, կալանավորման հիմքում միայն հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած գաղտնալսումն է, որևէ փաստ, որ Ռուսլան Բարսեղյանը ընտրակաշարք է տվել, չկա։ Աբգար Պողոսյանը լսել է ձայնագրությունը, պնդում է, դրանք հատվածական են ու խեղաթյուրված։ Կենցաղային խոսակցությունները առանց չափազանցության, մասնակի, հատվածական, կոնտեքստից կտրված։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքն ու 3 միլիոն դրամի չափով գրավը։ Նրան էլ է հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշարք տալու համար մեղադրում։ Փաստաբանը նկատում է, ընդդիմադիրների գաղտնալսումները համատարած են ու դա չի թաքցնում իշխանությունը։ Ըստ Պողոսյանի, ընդդիմությանը վարկաբեկելու նպատակ է հետապնդում մոնտաժված ձայնագրությունների միջոցով ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելը։ Պատգամավորի թեկնածուի համար ակնհայտ է, որ օրը 24 ժամ գտնվում է մանրադիտակով, այսպես ասած, ուշադրության ներքո, ոնց անձը տվյալ պայմաններում ենթադրյալ ապօրինի հանցակաց պարունակող քայլերը կդներ եւ քննարկման առարկա կդարձներ։ Բնականաբար սա ընտրական, հետընտրական պրոցեսի մասն է, ընդդիմության X ուժերին ճնշելու եւ նրանց հեղինակությանը հարված հասցնելու։ Փաստաբան Աբգար Պողոսյանի խոսքով տպավորություն է, թե հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները SMM ծառայություններ են մատուցում իշխանությանը, ընդդիմության նկատմամբ հակակարողություն գեներացնելու համար։ Սկզբից սոցիալական ցանցերով նույն հակակոռուպցիոն կոմիտեի էջը տարածում։ Դրան նոր հաջորդում է իրավական պրոցեսները։ Կարծես թե իրավապահ համակարգը լինի գործող իշխանության SMM մասնագետները, որոնք զբաղվում են այդ սոցիալական տիրույթում ընդդիմության հակակարողությամբ։ Ընտրակաշարք բաժանող մի ուժ կա եւ դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ըստ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի, Փաշինյանն աջուձախ իր ընդդիմախոսներին է մեղադրում ընտրակաշարք բաժանելու համար, որպեսզի կարողանա արդարանալ Ալիևի մոտ, թե ինչու է 700,000 քաղաքացի մերժել իրեն հունիսի 7-ին։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Ալիևի մոտ արդարանա, ինչպես է 700,000 մարդ մերժել իրեն եւ սահմանադրական մեծամասնություն չի ստացել ինքը արդյունքում, բայց այն որ 700,000 մարդ ընտրակաշարքով է դա արել իր ընտրությունը, դա ամենալավ ճանապարհը չէ, ասեմ ավելին քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհ է։ Վարդանյանը կոչ է անում 700,000 քաղաքացիներին զրպարտության համար հայց ներկայացնել Փաշինյանի դեմ։ Ես կոչ եմ անում դատական հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության մեղադրանքով եւ պահանջել ֆինանսական փոխհատուցում։ Ըստ ընդդիմության ԿՊ ղեկավարն է պետական քսակը բացել ընտրություններից առաջ ընտրողների քվեները ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Վարդանյանը նաև կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան զույգը միտումնավոր է ապահարզանի բեմադրություն կազմակերպել ընտրակաշարքը «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործության անվան տակ թաքցնելու համար։ Տարբեր անհայտ։ Ես այս ամուսնալուծության բանն չգիտեմ ոնց բացատրեմ, բացի այն, որ «Իմ քայլը» հիմնադրամը ամբողջ ընտրությունների արդյունքում իրականացրել է բարեգործական ակցիաներ ու ուղղակի, որ օրենքի տառի մասով խնդիր չլինի, բեմադրել են Քարդաշյանների շոուն, որը բեմադրել են։ Եթե կա մեկը, որ վարչական ռեսուրս է կիրառել, ընտրակաշարք է տվել պետական, այդ թվում դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիրների ենթադրյալ ընտրակաշարքների մեղադրանքները դատարաններում փլուզվում են, նկատում է փաստաբան Աբգար Պողոսյանը։ Քրեական հետապնդումները դադարեցվում են, բայց մարդկանց հեղինակությունն ու անուն է տուժում։ Դա абսուրդ է, սկզբից սոցիալական տիրույթում տարածում հակակոռուպցիոն կոմիտեի էջով եւ դրանից հետո ընդ որում ժամեր հետո, օրեր հետո նոր իրավական պրոցես։ Կարեն Մանգասարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։